Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1470-րդ օրն է։ Ուկրաինայի զինված ուժերը նոր հաջողությունների են հասել Գուլիապոլեի շրջանում եւ հարթեցրել են ռազմաճակատի գիծը անցած 2 օրերում։ Ուկրաինան գնալով ավելացնում է հարվածները ռուս օկուպանտներին, նույնիսկ հենց այս պահին, երբ մենք պատրաստում ենք եթերը, Ռուսաստանում խոցվել է եւս մեկ քիմիական գործարան։ Հարվածները շատ են, վստահ եմ մեր Telegram-ի բաժանորդները տեղյակ են ամենից։ Իսկ Ամերիկան նոր պատերազմ է սկսել այս անգամ Էկվադորում։ Ամերիկյան զորքերը առաջին անգամ դեսանտ են իջեցրել այնտեղ թմրակարտելների դեմ պայքարելու համար։ Հիշում եք Թրամփի նամակը Նորվեգիայի վարչապետին Նոբելյան մրցանակ չստանալու վերաբերյալ, որտեղ նա սպառնում էր իրեն մրցանակ չտալու դեպքում պատերազմ էր սկսել։ Կարծես թե նա սկսել է կատարել իր խոստումները։ Այդ ընթացքում Իրանում պատերազմը դեռ բավականին բարձր տեմպերով է ընթանում, թեև Իրանի վարչակարգը ինձ համար որպես Ուկրաինայում ապրող մարդու բացարձակ թշնամական էր։ Ես կփորձեմ ձեզ համար առավելագույնս օբյեկտիվ ներկայացնել այն պատկերը, որն ունենք չորեքշաբթի օրվա դրությամբ։ Նախ թշնամուն չի կարելի թերագնահատել, եւ երկրորդը Իրանի իրադարձությունները ազդում են Հայաստանի ապագայի վրա, եւ մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող է սպասվել մոտ ժամանակներս։ Ամերիկան եւ Իսրայելը մեթոդաբար ոչնչացնում են եւ կարելի ասել արդեն ծնկի են բերել իրանական վարչակարգը։ Այն Իրանը, որը կար 6 օր առաջ, այլևս գոյություն չունի, թեև Իրանում հայտնում են նոր գերագույն առաջնորդի ընտրության մասին, իբր դարձել է սպանված Ալի Խամենեիի որդին, ակնհայտ է, որ Թեհրանի վարչակարգը փորձում է կենսունակության պատրանք ստեղծել, սակայն նախ այդ նոր կոչված առաջնորդը ընդամենը հերթական թիրախ է, իսկ վարչակարգի հոգեվարքի ամեն նոր օրը երկիրը տանում է դեպի փլուզում, դեպի վատթարագույն սցենարը, որն ի դեպ ամենաանցանկանալին է Հայաստանի համար։ Իրանի վարչակարգը կորցրել է որպես ժամանակակից կենտրոնացված պետություն գործելու ունակությունը, սակայն վերափոխվել է ցրված ռազմական կառուցվածքի, որը դեռևս ընդունակ է ցավոտ հարվածներ հասցնել եւ վարել տևական պաշտպանական պատերազմ։ Օրերս ասացի, որ մեր տեղեկատվությամբ առնվազն 40 օր այդ սքի օր կոչվածը ռեժիմի մնացորդները փորձելու են կենսունակություն դրսևորել։ Պատերազմի 5-րդ օրն է, Իրանը զրկվել է երկրի արևմտյան եւ կենտրոնական շրջաններում հոբ միջոցներից, այդ տարածքների օդը արդեն ազատագրված է իսլամիստների պաշտպանությունից եւ պատկանում է Իսրայելին ու Ամերիկային։ Դատելով սոցիալական ցանցերում կատարվողից, հայ հասարակությունը շարունակում է մնալ ահաբեկիչների մնացորդների եւ կրեմլյան քարոզիչների ճնշման տակ։ Մեր մարդկանց պետք է առավելագույնս պատմել ճշմարտությունը, որպեսզի ժողովուրդը ճիշտ գնահատի Պուտինի հանցակիցներին եւ այն ահաբեկիչներին, որոնք հենց այնպես գնդակոծում են հարևան պետությունները։ Եթե խոսքը գնար ռազմական օբյեկտների մասին, ապա դա մի բան կլիներ, բայց ինչպես տեսնում եք կադրերը, մեր Telegram-ում Իրանի ռեժիմի մնացորդները պարզապես հարվածում են նաև քաղաքացիական օբյեկտներին, գրեթե կրկնօրինակում են Պուտինի վարքը։ Իրանական վարչակարգի մնացորդները հոգեվարքի մեջ հարվածում են ուրպատահի։ Ընդամենը 4 օրվա ընթացքում իսլամիստները հարվածել են ավելի շատ երկրների, քան Իսրայելը իր ողջ պատմության ընթացքում։ Իրանական հրթիռները հասել են Իսրայելի կենտրոնական հատվածին, ներառյալ Թել Ավիվի շրջանին, նաև արձանագրվել են իրանական դրոնների եւ հրթիռների հարձակումներ Իրաքում ամերիկյան բազաների, Էր-Ռիադում ամերիկյան դեսպանատան եւ Օմանի առևտրային նավահանգիստների վրա։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Ղոմ քաղաքի այն շենքին, որտեղ ընթանում էր փորձագետների խորհրդի նիստը հավաքված սպանված Ալի Խամենեիի հետնորդին ընտրելու համար։ Ես կարող եմ ենթադրել, որ դրա հետևանքով զոհվել են Իրանի նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, թեև նրանք դա խնամքով թաքցնում են դեռ գոյության պատրանք պահպանելու համար։ Ամերիկյան զինվորականները զեկուցել են Իրանի տարածքում ավելի քան 1700 թիրախների խոցման մասին, հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կետերին, հրթիռային ենթակառուցվածքներին եւ Թեհրանի կառավարական շենքերին։ Այս գիշերը այդ թվին ավելացել են ավելի շատ խոցված թիրախներ։ Իսրայելի պաշտպանության բանակը Ցախալը նույնպես հայտարարել է գործողությունների ընդլայնման մասին Հաքիմիա արդյունաբերական գոտում եւ Ֆայամ օդանավակայանի շրջանում Թեհրանի
Քարաջ Արվարձանում, Իրանում պատերազմական գործողությունը պաշտոնապես իրականացնում են Ամերիկան եւ Իսրայելը, Եվրոերիակի երկրները Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ինչպես նաեւ Կանադան իրենց աջակցությունն են հայտնել Ամերիկայի եւ Իսրայելի գործողություններին, դատապարտելով իրանական հարձակումները։ Ֆրանսիան Կիպրոս կուղարկի հրթիռային համալիրներ, դրոնների դեմ պայքարի համակարգեր եւ ֆրեգատ կղզու վրա բրիտանական ավիաբազայի վրա դրոնների հարձակումից հետո հուսով եմ հայ հասարակության համար սա կարևոր ազդակ է, որ բարեկամ Ֆրանսիան ձեռնամուխ է եղել Իրանից պաշտպանել Կիպրոսը, որը նույնպես Հայաստանի ամենամտերիմ պետություններից մեկն է։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը եւ Եգիպտոսը դատապարտել են Իրանի գործողությունները։ Ավստրալիան անուղղակիորեն ներգրավված է գործողության մեջ։ Իդեպ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Ավստրալիայի Մինհատ բազան նույնպես ենթարկվել է իրանական հարձակման։ Իրանի վարչակարգը գտնվում է կառավարական խորը ճգնաժամի մեջ։ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, ինչպես մեր լսարանը լավ գիտի, լիկվիդացվել էր դեռ պատերազմի առաջին օրը իր նստավայրին հասցված հարվածի հետևանքով։ Զոհվել են նաև պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Պակպուրը եւ հանցավոր վարչակարգի այլ առանցքային դեմքեր։ Կառավարումը անցել է առաջնորդության ժամանակավոր խորհրդին, որի մեջ մտել են նախագահ Մասուդ Փեզեշկյանը, դատական իշխանության ղեկավարը եւ խորհրդարանի խոսնակը, իսկ նոր մշտական առաջնորդ ընտրելու փորձերը կանխվում են բարձրագույն հոգեվորական հավաքատեղիներին հասցվող թիրախային հարվածներով եւ այն, որ նախորդային այաթոլլա Ալի Խամենեիի որդին Մոջթաբան ընտրվել է Իրանի նոր գերագույն առաջնորդ, դժվար թե էապես փոխի իրավիճակը։ Իսրայելը Խամենեիի լիկվիդացումից հետո սպառնացել է ոչնչացնել Իրանի յուրաքանչյուր նոր առաջնորդի։ Իրանի ներսում հաղորդվում է իշխանության համար պայքարի մեկնարկի մասին, որը կարող է վերածվել քաղաքացիական պատերազմի։ Իրանական Կարմիր մահիկի տվյալներով զոհերի թիվը արդեն գերազանցել է 780-ը, սա միայն երեկվա դրությամբ արկա տվյալներն են։ Իրանի ռազմական եւ քաղաքական ներուժի այսօրվա գնահատականը մատնանշում է կառավարման կառուցվածքի կրիտիկական թուլացում, ասիմետրիկ պատերազմ վարելու զգալի ռեսուրսների պահպանմամբ։ Ըստ վերլուծական ամփոփագրերի եւ օբյեկտիվ վերահսկողության տվյալների, Իրանի վարչակարգի վիճակը կարելի է գնահատել հետեւյալ կերպ. քաղաքական ներուժը եւ կառավարելիությունը ամենաշատ տուժած ոլորտն են։ Վարչակարգը գտնվում է որոշումների կայացման համակարգի փլուզման կոլապսի վիճակում։ Ալի Խամենեիի մահը ստեղծել է լեգիտիմության վակուում, որը հնարավոր չէ արագ լրացնել։ Հեղափոխության պահապանների շտաբների եւ Թեհրանի կառավարական շենքերի ոչնչացումը խաթարել է իշխանության անկմանը, ապա կողմնորոշված տեղական հրամանատարները հաճախ գործում են առանց կենտրոնից եկող հրամանների։ Ամեն ինչ հուշում է, որ ողջ մնացած հրամանատարները պարզապես բացել են պատերազմի դեպքում նախատեսված ծրարները եւ ուղղակի գործում են հին հրամանների համաձայն, ինչպես իրենք են ընկալում, կատարելով իրենց պարտքը։ Մի շարք նահանգներում Սիստան եւ Բելուջիստան, Իրանական Քրդստան արձանագրվում են անհնազանդության բռնկումներ, ինչը շեղում է ներքին գործերի նախարարության ուժերը ներքին ճնշումների վրա։ Կարծում եմ, որ իրադարձությունների վրա էական ազդեցություն կունենան ադրբեջանցի կոչվող համայնքի քայլերը։ Նրանք առայժմ պահպանողականություն են դրսևորում եւ այնքան էլ ակտիվ չեն մասնակցում գործընթացներին։ Իդեպ առայժմ չկան նշաններ, որ Իլհամ Ալիևը որևէ լուրջ ազդեցություն ունի իրանցի ադրբեջանցիների վրա։ Իդեպ սա նրա համար նույնպես լուրջ խնդիր է։ Բաքուն եւ քարոզիչները իհարկե փորձում էին միասնություն պատկերել, բայց դա ամենայն հավանականությամբ բարդ խնդիր է, հաշվի առնելով, որ Իրանում ավելի շատ ադրբեջանցիներ կան, քան հենց բուն այսօրվա Ադրբեջան կոչված երկրում։ Կհետևենք զարգացումներին, արդեն առիթ ունեցել եմ ասել, որ ադրբեջանցիներ կոչվող համայնքի վարքից շատ բան է կախված Իրանում, քանի որ Իրանը երկար տարիներ ղեկավարվել է հենց այդ համայնքի ներկայացուցիչների կողմից։ Իրանի ռազմական ներուժը զգալիորեն խարխլված է, արևմտյան կոալիցիայի տեխնոլոգիական առավելությունը հանգեցրեց Իրանի կանոնավոր ուժերի արագ ճնշմանը։ ՀՕՊ-ը գրեթե ամբողջությամբ ճնշված է արևմտյան եւ կենտրոնական շրջաններում, կոալիցիան հաստատել է գերակայություն օդում, ռազմաօդային ուժերը կաթվածահար են, իրանական ավիացիան հիմնականում հնացած մոդելներ են, գրեթե օդ չի բարձրանում օդանավակայաններում կրած առաջին ջախջախիչ կորուստներից հետո։ Այսօր իրանական Yak-130-ը օդ էր բարձրացել եւ փորձել էր գրոհել իսրայելական F-35-երը, սակայն անմիջապես ոչնչացվել էր։ Այսպես իրանական վարչակարգը դեռ փորձում է կենթանության նշաններ ցույց տալ, թե իբր իրենք կան եւ նույնիսկ ինքնաթիռներ են բարձրացնում Թեհրանի երկնքում։ Վստահ եմ, որ նույնիսկ միլիոնավոր մարդիկ կարող են սա հենց այդպես էլ ընկալել, բայց մեզ համար կարևոր են մեր հայրենակիցները, որպեսզի մենք ճիշտ վերլուծություն անենք։ Իրանի ռազմաց
ռազմածովային ուժերը նույնպես ջախջախված են եւ ամենայն հավանականությամբ ապրում են իրենց վերջին օրերը։ Կանոնավոր նավատորմը ծանր կորուստներ է կրել, սակայն պահպանվում է մոսկիտային նավատորմի ներուժը, հրթիռներով եւ զինված արագընթաց մոտորանավակներ են դրանք, որոնք շարունակում են սպառնալ Հորմուզի նեղուցում նավագնացությանը։ Թրամփը խոստացել է միջոցներ ձեռնարկել։ Իրանը նեղուցը օգտագործում է որպես մահամերձի նռնակ։ Վարչակարգը այլևս չի կարող հաղթել, բայց փորձում է իր հետ կործանել համաշխարհային տնտեսությունը, հրահրելով գլոբալ ռեցեսիա։ Արևմուտքի համար այժմ թիվ 1 խնդիրը ոչ այնքան Թեհրանն է, որքան այս շշի վզիկի մաքրումը, եթե կարելի է այդպես ասել, նկարագրելով Հորմուզի նեղուցի իրավիճակը։ Այլապես ՆԱՏՕ-ի երկրների ներսում կարող է քաղաքական ճգնաժամ սկսվել վառելիքի գների պատճառով։ Վաշինգտոնը իհարկե արձագանքում է, Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում կուղեկցեն տանկերները Հորմուզի նեղուցով։ Ինձ թվում է նա մի փոքր ուշացել է, անհրաժեշտությունը կար առաջին իսկ օրվանից, մինչ այդ տեղեկություն կար, որ Չինաստանն էր ճնշում գործադրում կիսակործան իսլամիստների վրա, որպեսզի չփորձեն փակել Հորմուզի նեղուցը, դե իսկ նավթային սպեկուլյանտները մտել են ազարտի մեջ եւ իմ կարծիքով նրանց բացարձակ չեն հետաքրքրում համերաշխության զգացումները, այս կերպարները պարզապես փորձում են փող աշխատել ճգնաժամի ֆոնին։ Վստահ եմ Հայաստանում էլ են վառելիքի գները աճել։ Իրանի հրթիռային եւ անօդաչուների ներուժի ավելի քան կեսը ոչնչացված է, այնուամենայնիվ բալիստիկ հրթիռների եւ դրոնների զգալի մասը թաքցված է ստորգետնյա թունելներում, հրթիռային քաղաքներում։ Կոալիցիայի համար դժվար է կանխարգելիչ կերպով ոչնչացնել դրանք բոլորը, բայց ինձ թվում է քայլ առ քայլ դա կարվի։ Իրանը կուտակել է հազարավոր հրթիռներ եւ դրոն կամիկաձեներ, չնայած հարյուրավոր արձակման կայանքների ոչնչացմանը, Իրանի նախկին վարչակարգը դեռևս ընդունակ է զանգվածային վրեժխնդրության հարվածներ հասցնել Իսրայելին եւ Ամերիկայի բազաներին եւ ինչպես տեսնում եք, պարզապես հարևան երկրների տարածքներին։ Բացի այդ, ցամաքում վարչակարգի ներուժը մնում է բարձր տարածաշրջանի առանձնահատկությունների պատճառով, գաղափարապես մոտիվացված ստորաբաժանումները պահպանում են կառուցվածքը եւ պատրաստվում են պարտիզանական պատերազմի կոալիցիայի հնարավոր ցամաքային ներխուժման դեպքում։ Ճիշտ ասած, ցամաքային ներխուժումը ծայրահեղ միջոց է, որովհետեւ Իսրայելի եւ արևմտյան դաշնակիցների համար կարեւոր է Իրանին զրկել հիմնական կառավարող ուժից, հրթիռներից, միջուկային ծրագրից, սա իրենց համար պլան մինիմումներ։ Իսկ թե ինչ կլինի Իրանի հետ, եթե ստացվի իշխանափոխություն, ապա կոալիցիան ավելի գոհ կլինի, եթե ոչ, ապա դա կդառնա Իրանի հարևան երկրների խնդիրը, ցավոք սրտի։ Ես այս մասին ասում էի դեռ անցյալ ամռանը, որ պետք է այս սցենարին նախապատրաստվել։ Աստված չանի, բայց կարող է այնպես լինել, որ Հայաստանի հարևանությամբ Աֆղանստանի վերածված Իրանը սկսի անհանգստություն պատճառել հարևաններին։ Հուսանք, որ այդպես չի լինի, բայց գիտեք, իմ մոտեցումը, ես աշխատում եմ բոլոր սցենարները բարձրաձայնել, որպեսզի ավելի ինֆորմացված եւ նախապատրաստված լինենք։ Հեզբոլաները եւ հութիները իներցիայով դեռ գործում են Թեհրանում ողջ մնացածների հրահանգներով, փորձելով ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը եւ շեղել կոալիցիայի ուժերը։ Հակամարտության 4-րդ օրը, այսինքն մարտի 3-ին, լիբանանյան ճակատը փաստացի վերածվեց երկրորդ լիարժեք ռազմաբեմի։ Իսրայելը իրականացնում է գլխատման եւ բուֆերային գոտու ստեղծման ռազմավարություն, որպեսզի կանխի Հեզբոլահի ցամաքային ներխուժումը հյուսիսային Գալիլեա, այդ իսկ պատճառով Լիբանանում մարտերը նույնպես սաստիկ կլինեն։ Այս ամենի ֆոնին չենք մոռանում, որ արդեն Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի 5-րդ տարին է ընթանում, երբ Պուտինի զորքերը արդեն քրքաշ վիճակում են, բայց դեռ որոշ տեղերում նույնիսկ գրոհողների կերպարում են։ Երեք հարցազրույց եմ ներկայացրել ձեզ, ռազմաճակատի լուրերը չէի հայտնել, այսօր 2 օրվա տվյալներ կհայտնեմ։ Նախորդ 2 օրերին ռազմաճակատում տեղի է ունեցել 296 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են 1770 օկուպանտի եւ նրանց 3853 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ռելիզները ձեր էկրաններին են։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,269,500-ի, այսինքն վաղը կանցնենք նոր կլոր թվի շեմը։ Ինչ մեր հաղորդման մյուս թեմաներին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, ինչպես նաեւ Իրանի իրադարձությունների մասին։ QR կոդը ձեր էկրաններին է, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, բաժանորդագրվեք։ Եթե հետաքրքիր եք համարում մեր Telegram-յան ալիքը, ուղարկեք նաեւ
ձեր ծանոթներին, որպեսզի նրանք էլ տեղյակ լինեն տպավորիչ կադրերից։ Իսկ ես օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ամեն օր ինձ ցուցաբերած աջակցության համար, ձեր լայքերով եւ մեր հեռարձակումը սոցիալական ցանցերում տարածելով շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Մոսկվան պնդում է, որ ռուսական Arctic Metagaz գազատար նավը, որը տեղափոխում էր պատժամիջոցների տակ գտնվող հեղուկ գազ, միջերկրական ծովում հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու մոտորանավակների կողմից, այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։ Համոզված եմ մեր Telegram-յան ալիքի հետևորդները արդեն տեսել են այրվող պատժամիջոցային նավի վառ կադրերը։ Ենթադրվում է, որ գազատարը ռուսական գազ էր տեղափոխում Մուրմանսկից դեպի Չինաստանի նավահանգիստներից մեկը։ Իդեպ նախորդին փորձելով դիմակայել ուկրաինական դրոններին, ռուսական հոպը Ռոստովի մարզում խոցել է սեփական մի 8 ուղղաթիռը, անձնակազմը զոհվել է։ Արդեն այսօր առավոտյան Կիրովի մարզում դրոնները, որոնք շատ նման էին ուկրաինական An-196 լյուտի տեսակին, հարձակվել են Կիրովո-Չեպեցկ քաղաքի Ուրալխիմ գործարանի վրա։ Որոշ աղբյուրներ նաև զոհերի մասին են հայտնում գործարանի անձնակազմի շարքերում։ Մեր Telegram-յան կադրերում երևում է, թե ինչպես է ծուխ բարձրանում գործարանի վրա։ Իդեպ նոր տեղեկություն ստացանք, որ Իրանը բալիստիկ հրթիռ է արձակել Թուրքիայի ուղղությամբ, զինամթերքը հաջողությամբ ոչնչացվել է հոպ ուժերի կողմից։ Սա արդեն ավելի հետաքրքիր է դարձնում զարգացումները։ Մինչ այժմ Թուրքիայի ուղղությամբ Իրանից հրթիռներ չէին արձակվում։ Միևնույն ժամանակ մարտի 4-ի առավոտվա դրությամբ օդային տարածքը շարունակվում է փակ մնալ Իսրայելում, Քուվեյթում, Կատարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում եւ Իրաքում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Լիբանանի եւ Օմանի օդանավակայանները գործում են։ Արաբական Միացյալ Էմիրություններում վերսկսում են ավիաչվերտները թեստային ռեժիմով, մինչ իրանական վարչակարգի մնացորդները հայտարարում են, թե վերահսկում են Հորմուզի նեղուցը եւ հարվածում են նավթային տանկերներին։ Իրանի ռազմական նավը խորտակվել է Շրի Լանկայի ջրերում, 180 նավաստիներից միայն 32-ն են տարհանվել։ Հայտնի է, որ իրանական նավը հարձակման է ենթարկվել Սուզանավի կողմից։ Սուզանավի պատկանելիության մասին չի հաղորդվում, ամենանավանականությամբ ամերիկյան է։ Ինչպես արդեն նշեցի եթերի առաջին մասում, Իրանում պայթյունների նոր ալիք է տեղի ունեցել։ Ամերիկան գործի է դրել B2 ռմբակոծիչները, կադրերը ինչպես միշտ մեր Telegram-ում են։ Միևնույն ժամանակ Ամերիկան ամփոփելով Իրանում էպիկական կատաղություն գործողության առաջին արդյունքները նշել է, որ օպերացիայի շրջանակներում ոչնչացվել է գրեթե 2000 թիրախ, ավելի քան 2000 զինամթերքի կիրառմամբ։ Օպերացիայի անունը էպիկական կատաղություն, ներկայացնում եմ ուկրաիներենից թարգմանությամբ, եթե ընկալումների տարբերություն կա, խնդրում եմ հաշվի առնել, որ ուկրաիներենից եմ թարգմանել։ Ամերիկյան հարվածների արդյունքում զգալիորեն թուլացել են Իրանի հոպամակարգերը, լիկվիդացվել են հարյուրավոր բալիստիկ հրթիռներ, արձակման կայանքներ, անօդաչուներ, ինչպես նաև 17 նավ, ներառյալ դրանցից ամենահզորը։ Ամերիկյան զինվորականների հիմնական նպատակն է ոչնչացնել ցանկացած օբյեկտ եւ տեխնիկա, որը ընդունակ է վնաս հասցնել ամերիկյան ուժերին։ Կարծում եմ, որ առաջիկա 2 օրերի մարտերի արդյունքները ցույց կտան ռազմական գործողության հիմնական միտումը։ Դրանից հետո արդեն պարզ կլինեն սցենարները, որոնցով կզարգանան իրադարձությունները։ Մինիմում ծրագիրը Իրանի միջուկային ծրագրի, նրա բալիստիկ ներուժի եւ անօդաչուների արտադրության հնարավորությունների ոչնչացումն է, սակայն եթե Իրանի ներսում ժողովուրդը ոտքի չկանգնի իսլամական վարչակարգի մնացորդների դեմ, ապա իշխանափոխության հարցը կմնա չլուծված անորոշ ժամանակով։ Հավանականությունն այն բանի, որ իշխանափոխություն կարող է տեղի չունենալ, կա, նման ռիսկ գոյություն ունի, քանի որ Ամերիկայի եւ Իսրայելի գործողությունները մի փոքր ուշացած են եւ իրանական վարչակարգը հասցրել է ոչնչացնել հեղափոխականների ավելի քան 30,000-անոց հարվածային ուժը։ Մենք տեսնում ենք, թե ինչ էր կատարվում հունվարին եւ փետրվարին Իրանում։ Սկզբունքորեն Իսրայելն ու Ամերիկան կարող են բավարարվել մինիմում ծրագրով, այսինքն Իսրայելի, Ամերիկայի եւ դաշնակիցների համար սպառնալիքների վերացմամբ կամ հիմնական սպառնալիքների վերացմամբ, բայց ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար ցանկալի է վարչակարգի փոփոխությունը Իրանում դեմոկրատականի, սակայն եթե անկեղծ լինենք, ժողովրդավարությունը ուժով չեն հաստատում, եթե Իրանի ժողովուրդը չցանկանա կամ չկարողանա իրականացնել իշխանափոխություն, ապա դժվար թե Ամերիկան եւ Իսրայելը դա անեն իրանցիների փոխարեն, զոհաբերելով իրենց զինվորների կյանքերը։ Իսկ այն կեղծ հումանիստները, ովքեր անհանգստանում էին Իրանում որոշ սպանվածների մասին, աչք փակելով վարչակարգի կողմից իրականացված այլ սպանությունների, զանգվածային սպանությունների վրա, պետք է պատրաստ լինեն ականատես դառնալու խաղաղ բնակչության շրջանում բռնության նոր ալիքների եւ սպանդի։ Սա վերաբերում է նրանց, ովքեր մեկնաբանություններում գրում են, որ Իրանը պետք է ապրի,
Իրանը միգուցե, բայց ոչ Իրանի տերորիստական ռեժիմը։ Իրանը Հայաստանին հարևան երկիր է եւ մենք ցանկանում ենք, որպեսզի այնտեղ լինի դեմոկրատական վարչակարգ, որպեսզի Հայաստանի հետ լավ հարևանություն անի, ոչ թե լինի տերորիստական ռեժիմ, որին ամբողջ աշխարհը հալածի։ Ինձ թվում է շատերը Հայաստանում դեռ էմոցիաներով են անցալում իրավիճակը եւ ռուսական եւ իրանական ռոպագանդայի ճնշման տակ են։ Ինչևէ, հետաքրքիր եւ վտանգավոր ժամանակներում ենք ապրում։ Ռուսաստանը որպես աշխարհաքաղաքական առաջնորդի ձախողման ֆոնին Ուկրաինայում տեսնում ենք, որ այժմ Ամերիկան եւ Արևմուտքի երկրներն են հանձնում իրենց քննությունը համաշխարհային կարգը պահպանելու կամ այն սեփական շահերին համապատասխանեցնելու, արդիականացնելու ունակության հարցում։ Այս ֆոնին ի հայտ են գալիս նոր տարածաշրջանային առաջնորդներ՝ Իսրայելն ու Ուկրաինան, եւ ստվերվում է Թուրքիայի դերը։ Ավելի ճիշտ, Իսրայելի դեպքում խոսքը ուժեղ տարածաշրջանային խաղացողի դերի ամրապնդման մասին է, իսկ Ուկրաինայի դեպքում դա դեռ առջևում է եւ տեղի ունենալու ռուսական պսևդոկայսրության եւ նրա սատելիտների փլատակների վրա։ Վերջին օրերին նախագահ Զելենսկուն մեկը մյուսի հետևից դիմում են Պարսից ծոցի երկրները առավել արդյունավետ հակաօդային պաշտպանություն կազմակերպելու համար։ Կոնտակտներ արդեն տեղի են ունեցել Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահի եւ Կատարի էմիրի հետ։ Այսօր, եթե չեմ սխալվում, եւս մեկ նախագահական շփում էր նախատեսվում։ Եթե 2022 թվականին ինչ որ մեկը այսպիսի բան բարձրաձայն ասեր, որ Ուկրաինան քննարկում է այլ երկրների հետ հոբի լավ աշխատանքի կազմակերպում, շատերը երևի կզարմանային, բայց այսօր դա իրականություն է։ Ուկրաինան ոչ միայն սովորել է պաշտպանել իր երկինքը արևմտյան դաշնակիցների օգնությամբ, այլև ստեղծել է իր սեփական ավելի մատչելի պաշտպանության միջոցները։ Միևնույն ժամանակ ուկրաինացի զինված ուժերը առաջ են շարժվում Զապորոժիեի եւ Դնեպրոպետրովսկի մարզերի հատման վայրում, ազատագրելով նոր շրջաններ, որոնք ռուս օկուպանտները ցանկանում էին օգտագործել Արեխվեի եւ Վալնյանսկի վրա հարձակվելու համար։ Ըստ նախագահ Զելենսկու 26 թվականի հունվարից մինչ օրս ուկրաինացի զինվորականներին հաջողվել է վերադարձնել 460 քառակուսի կիլոմետր տարածք։ Անցած օրվա ընթացքում ռուսական օկուպացիոն ուժերը փորձել են ճեղքել Ուկրաինայի սահմանը Խարկովի մարզի նոր հատվածում։ Մեր ստորաբաժանումները կրակային հարվածներ են հասցրել օկուպանտների գրոհային խմբերին, իսկ մարտի 4-ի գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հարձակվել են Շահեդ, Գերբերա, Իտալմաս եւ այլ տեսակի 149 հարվածային դրոններով, որոնցից մոտ 100-ը շահեդներ էին։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից երկրի հյուսիսում, հարավում եւ արևելքում խոցվել կամ ճնշվել է թշնամու 129 դրոն, արձանագրվել են 19 հարվածային դրոնների խոցում 15 տեղանքում, ինչպես նաեւ խոցված դրոնների բեկորների անկում 1 տեղանքում։ Եթերի պատրաստման պահին հարձակումը դեռ շարունակվում էր։ Ուկրաինայի օդային տարածքում կային եւս մի քանի ռուսական դրոններ։ Հուսամ մինչ եթերը դուրս գա դրանք նույնպես ոչնչացված կլինեն։ Ռուսները փորձում են ակտիվացնել իրենց հարվածները ուկրաինական գնացքների ուղղությամբ, երկաթուղու ուղղությամբ, դա գիտեք, երկաթուղին աշխատում է ամբողջ երկրով մեկ։ Ռուսները չգիտեմ ինչ նպատակով, միգուցե իրենց բնակչությանը ողջևորելու համար նման հարվածներ են իրականացնում։ Ուկրաինայի կողմից իրականացվող ամենօրյա հաճախակի հարվածները, ինչպես միշտ մեր Telegram-յան ալիքում են, շատ ոգեշնչող տեղեկություններ եւ կադրեր կան, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, անպայման բաժանորդագրվեք։ Հարվածներ կան Ղրիմից Բելգրադ եւ մինչեւ Ռոստով ու Սարատով։ Այսքանով ավարտեմ մեր այսօրվա եթերը, շատ չերկարացնեմ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերը հնարավորության դեպքում սոցիալական ցանցերում, իսկ նրանց, ովքեր դեռ բաժանորդագրված չեն մեր ալիքներին, խնդրում եմ անպայման ստուգեք եւ բաժանորդագրվեք, դա շատ կարեւոր է ալիքների համար։ Ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք, մինչ նոր հանդիպում վաղվա եթերում, բարով մնաք եւ ամենակարևորը՝ անփորձանք։